Պարոն Խաչատրյան, կարող ենք իմանալ ինչու Արթուր Հովհաննիսյանը կեսից դուրս եկավ, ինչ էիք քննարկում, նիստի կեսից տեսանք ինչպես հեռացավ, նա նեղացավ թիմից, որ ինքը չընտրվեց։ Բայց ի՞նչ է խնդիրը, որ չեք ասի, մտածում եք հարաբերությունները կլարվում, օրինակ Մանավազյանի կամ Հովհաննիսյանի հետ, որ ասեք Մանավազյանն է, Հովհաննիսյան Արթուրն ընկերներն են, իմ գործընկերներն են, իրենք իրենց ուրույն դիրքը ունեն քաղաքական դաշտում, իսկ քվեարկությունը եղել է փակ եւ գաղտնի։ Եթե մի բան փակ եւ գաղտնի է, ի սկզբանե բնականաբար արդյունքները Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեխնացու եք դուք լինելու բան։ Ասում են դուք։ Այսինքն մենակ ես եմ։ Չէ, առաջադրվելու եք, տեղեկություն կա, որ առաջադրվելու եք։ Այս պահին որոշում չունեմ եւ ընթացքում մենավորոշում ես ձեզ Պարոն Խաչատրյան, բայց ինչից հետո պարոն Հովհաննիսյանը լքեց, այսպես ասած, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն էլ վերևում էր։ Հարգելիներս, նիստի ժամանակ մենք էլ ենք հաճախ դուրս են գալիս, ներս ենք մտնում։ Հավանաբար ինչ-որ մի գործ ունեցել է, պարոն Հովհաննիսյանը դուրս է եկել։ Բացառում եմ, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկից կարան նեղանա կամ ինչ-որ նման բան չի կարող լինել։ Ըստ երևույթին անհրաժեշտություն ա եղել ուղղակի նիստից դուրս գալ, ես էլ ժամանակ նիստից դուրս եմ գալիս, զանգել եմ նորից վերադառնում, դրա մեջ ինչ կա։ Չէ, ինքը հեռացավ ու էլ չվերադարձավ, տեսանք։ Մենք նկատեցինք։ Դե մեր նիստն էլ տրամաբանական արդեն ավարտվում էր եւ ինքն է, քանի որ վարչության անդամ չի, վերադառնա ինչ անի։ Արդեն մենք այլ հարցեր ենք քննարկում, որտեղ այդ հարցերի քննարկմանը Հովհաննիսյան Արթուրը չպետք է մասնակցեր։ Որտեղ ինքը վարչության անդամ չի, ընդհանրապես այսքան։ Շնորհակալություն։